Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ղազախստան է մեկնել։ Այցի շրջանակում նա առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ինչին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախատեսվում են նաև Փաշինյանի հանդիպումները Ղազախստանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ, նաև այցելություններ արհեստական բանականության միջազգային կենտրոն, Ղազախստանի ազգային թանգարան։ Գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր ակցիա է անցկացվել։ Ազատություն քաղբանտարկյալներին, ոչ Նիկոլի տերորին եւ այլ գրառումներով պաստառներով քաղաքացիները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջել են ազատ արձակել Բաքրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործով կալանավորվածներին։ Հավաքվածների ներկայացմամբ Հայաստանում ավելի քան 30 քաղբանտարկյալ կա, որոնք դատապարտված են գաղափարի, խոսքի, համոզմունքի եւ դավանանքի համար։ Հավաքին մասնակցող Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ շրջանառության մեջ են դրել Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների պաշտպանության մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26-ին լինելու են լսումներ։ Դրանց մասնակցելու հրավեր է փոխանցվել նաև գլխավոր դատախազին։ Բաքրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործով անցնող ակտիվիստ Արսեն Ղազարյանի, նախկին զինվորական Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի երկարաձգվի։ Դատարանը մերժել է նրանց կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու հանրային դատախազի միջնորդությունները։ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց, վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք, հաշվի առնելով, որ Ղազարյանի խնամքին 2 անչափահաս երեխա կա, ավագ որդին պարտադիր զինվորական ծառայության է, իսկ ինքն առողջական խնդիրներ ունի։ Արման Իսրայելյանի նկատմամբ էլ կկիրառվի 2 ամիս ժամկետով տնային կալանք համակցված բացակայելու արգելքով եւ 2 միլիոն դրամի չափով գրավով։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում Բաքրատ arczepiskopos-ին։ ՌԴ-ն ուկրաինական կողմին է փոխանցել 1000 զոհված զինծառայողի մարմին, շուտով կանցկացվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, կնույնականացվի հայրենադարձված մարմինների ինքնությունը։ Ռուսաստանն իր հերթին ստացել է 30 զոհված զինվորի մարմիններ։ Զոհերի մարմինների վերջին լայնածավալ փոխանակումը տեղի էր ունեցել հոկտեմբերին։ Հոկտեմբերի 23-ին ռուսները 1000 մարմին էին վերադարձրել ուկրաինական կողմին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի Ուկրաինայի կառավարությանը գումար ուղարկել այդ երկրում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո։ Նա ասել է, թե Ուկրաինայում պատերազմական մաֆիա է, գործում է կոռուպցիոն համակարգ, իսկ Եվրահանձնաժողովի նախագահը վճարները դադարեցնելու եւ անհապաղ ֆինանսական հաշվետվություն պահանջելու փոխարեն ցանկանում է եւս 100 միլիարդ ուղարկել Ուկրաինային։ Սիարտոն հավելել է, ժամանակն Ուկրաինայի կողմից չէ, հակառակը մտածել է խաբեություն է։ Պաշտոնյանն նաև տեղեկացրել է, որ Հունգարիան աջակցելու է ԱՄՆ նախագահի խաղաղության նախաձեռնություններին։ ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կհեռանա Դոնալդ Թրամփի վարչակազմից 2026 թվականի հունվարին, երբ լրանա նրա պաշտոնավարման ժամկետը։ Քելոգն իր վստահելի անձանց տեղեկացրել է հրաժարական տալու մտադրության մասին։ Նշվում է, որ թոշակի անցնող գեներալի հեռանալը կորուստ կլինի Կիևի համար, քանի որ նա համարվում էր Ուկրաինայի առանցքային աջակիցը Թրամփի վարչակազմում։ Քելոգն ավելի վճռական էր դատապարտում Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, քան ներկայիս վարչակազմի մյուս անդամները։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների Քելոգը կոնֆլիկտ է ունեցել նախագահի մեկ այլ հատուկ ներկայացուցչի Սթիվեն Ուիտքոֆի հետ, որն առաջ է մղում նոր խաղաղության ծրագիրը, որը ներառում է Ուկրաինայից տարածքային զիջումներ։